Ձեր նշած ռազմավարական գործողությունը դրա սահմանման նպատակը նախ կայանում էր նրանում, որ նախկինում եւ ներկայում եւս շարունակում են հաստատեցված չլինել հանրային ծառայության առանձին տեսակների համար պատասխանատվության կառուցակարգերը։ Խոսքը նրա մասին է, որ ծառայության առանձին տեսակների դեպքում չեն նույնանում կարգապահական պատասխանատվության կիրառման, այդ թվում ժամկետների, ինչպես նաեւ կարգապահական պատասխանատվության տեսակին առնչվող մոտեցումները։ Ընդ որում հանձնաժողովը սրա շրջանակներում նախորդ տարի իրականացրել էր համալիր վերլուծություն ծառայության բոլոր տեսակների ոլորտային օրենքների եւ արդյունքում արձանագրված բացերը ներկայացվել էին իրավասու մարմնին, արտադրության նախարարությանը, նաեւ համապատասխան տվյալները հրապարակված են հանձնաժողովի կողմից։ Հիմնական խնդիրը վերաբերում է նրան, որ ծառայության որոշ տեսակների դեպքում հողում է կատարվում քաղաքացիական ծառայության մասին օրենքի կարգավորումներին կապված կարգապահական պատասխանատվության կիրառման հետ, այդ թվում ժամկետների եւ տեսակների, միաժամանակ տվյալ մոտեցումը ոչ բոլոր տեղերում է ինտեգրված եւ ծառայության որոշ տեսակների դեպքում ունենք օրենսդրական բացեր, որտեղ կամ ժամկետները հստակեցված չեն կամ պատասխանատվության տեսակը տարբերվում է օրինակ ընդհանուր մոտեցումից։ Սրա հիմնական նաեւ մտահոգությունը նա է, որ ծառայության առանձին տեսակներ պարտավոր են ունենալ վարքագծի ոլորտային կանոնագրքեր, որոնք կհիմնվեն հանձնաժողովի հաստատած տիպային կանոնների վրա եւ հաշվի առնելով, որ որոշ ծառայություններում դեռևս կամ հաստատված չեն ոլորտային կանոնագրքերը կամ դրանք իհապես հակասում են տիպային կանոններին, դրանց հետագա քննության արդեն պատասխանատվության կիրառման տեսանկյունից կրկին միատեսակ մոտեցումը խաթարված է լինելու, այսինքն հնարավոր է միևնույն արարքի համար ծառայության տարբեր տեսակներում ունենանք ծառայական տարբեր քննություններ, պատասխանատվության տարբեր մեթոդներ եւ արդյունքում նաեւ ընդհանուր տրամաբանությունը խաթարվի։ Այս իմաստով ուսումնասիրությունը, որը նախատեսված է ռազմավարությամբ, իրականացված է եւ ներկայացված է նախարարությանը։ Եթե խոսքը անհամատեղելիության պահանջների մասին է, հանրային ծառայության մասին օրենքով օրենսդիրը նախատեսել է ԱՄՆ-ից խիստ պատասխանատվություն, այսինքն եթե բարեվարկության համակարգի մյուս տարրերի պարագայում ունենք կարգապահական կամ վարչական պատասխանատվություն, անհամատեղելիության պահանջների պարագայում պաշտոնի ազատման հիմք է, այսինքն ընտրված ամենախիստ պատասխանատվությունն է գործում։ Անհամատեղելիության պահանջների ներքո այստեղ հասկանում ենք եւ այլ վճարովի աշխատանք իրականացնելը եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը խախտելը եւ հանձնաժողովը գործնականում ունեցել է նաեւ համապատասխան վարույթներ եւ եզրակացություններ պաշտոն զբաղեցնող անձանց կողմից անհամատեղելիության պահանջների խախտման վերաբերյալ, քանի որ խոսեցինք նաեւ պատասխանատվության կառուցակարգերի բացերից, պիտի նշեմ, որ գործնականում հանձնաժողովի մասին օրենքով նաեւ ունենք այստեղ օրենսդրական խնդիր կապված եզրակացությունների ոչ պարտադիր բնույթի հետ, այսինքն գործնականում ունեցել ենք դեպքեր, երբ որ հանձնաժողովը որպես անհամատեղելիության պահանջների քննությամբ զբաղվելու միակ իրավասու մարմին արձանագրել է անձի կողմից անհամատեղելիության պահանջի խախտում, միաժամանակ դրա հետագա գործընթացը կանում է նրանում, որ հանձնաժողովը իրավասու մարմնին, այսինքն անձի լիազորությունները դադարեցնելու իրավասություն ունեցող անձին կամ պաշտոնատար անձին դիմում է վերջինիս լիազորությունները դադարեցնելու հարցով եւ գործնականում ունեցել ենք դեպքեր, երբ հանձնաժողովի եզրակացության հիման վրա անձանց լիազորությունները չեն դադարեցվել, այսինքն դադարեցնող մարմինը փաստացի անտեսել է հանձնաժողովի խախտման վերաբերյալ եզրակացությունը եւ նրանք շարունակում են պաշտոնավարել խախտման պայմաններում։ Սա հանձնաժողովի գնահատմամբ եւս լուրջ օրենսդրական բաց է եւ ընդհանուր առմամբ խաթարում է կրկին բարեվարկության համակարգի ինստիտուտի ամբողջ տրամաբանությունը։ Հանձնաժողովի կողմից եղել են եզրակացություններ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ, տարեկան դրանց թիվը չի գերազանցում երևի թե մի քանիսը, 22 թվականին ունեցել ենք անհամատեղելիության պահանջների առավոտ խախտման վերաբերյալ 6 վարույթ, որոնք հետագայում արդեն գործի քննության շրջանակներում ձեռք բերված տվյալների հիման վրա կարճվել են, 24 թվականին ունեցել ենք անհամատեղելիության պահանջների վերաբերյալ 2 եզրակացություն խախտման վերաբերյալ, որոնցից մեկը նշեցի այն դեպքներ, երբ որ հանձնաժողովի եզրակացությունը մնացել է անհետևանք, այսինքն համայնքի ղեկավարի լիազորությունները համապատասխան եզրակացության հիման վրա ավականու կողմից չեն դադարեցվել, եւ 25 թվականին ունեցել ենք անհամատեղելիության պահանջների վարույթ նախաձեռնելու վերաբերյալ 3 որոշում կապված ձեռնարկատիրական գործունեության արգելքի խախտման հետ, որոնք այս պահին ընթացիկ են, այսինքն վերջնական եզրակացությունը դեռևս առկա չէ, բայց հանձնաժողովը համապատասխան խախտումների արձանագրմամբ, առավոտ արձանագրմամբ նախաձեռնել է համապատասխան իրավական գործընթացներ։